Եթերում պաշտպանության նախարարության, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության զինուժ հեռուստացրագրի շաբաթօրյա թողարկումն է բարև ձեզ։ Նախ ներկայացնենք պաշտոնական լրահոսը։ Այսպես, նոյեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բերլինում։ Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող վճռական աջակցություն առաքելության հյուսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստին։ Իր ելույթում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ չնայած սեփական սահմանների երկայնքով ունեցած անվտանգության մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է նույն ծավալներով շարունակելու իր մասնակցությունը վճռական աջակցությանը մինչև առաքելության ավարտը։ Բերլինում Սեյրան Օհանյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կազմում Ռուսաստանի Դաշնության, Կենտրոնական Ասիայի եւ Արևելյան գործընկերության երկրների հետ միջհասարակական համագործակցության հարցերի համակարգող Գերնոտ Էրլերի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպայում, Հարավային Կովկասում եւ այլուր տարածաշրջանային անվտանգության եւ դրա առջեւ ծառացած սպառնալիքներին ու մարտահրավերներին, ինչպես նաև պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցության առնչվող հարցեր։ Նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը։ Այցը նպատակաուղղված էր հայ-սերբական համագործակցության շրջանակների ընդլայնմանը եւ առաջիկա երկկողմ ծրագրային ուղղությունների նախանշմանը։ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում նոյեմբերի 24-ին Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Կառավարության ղեկավարը նկատել է, որ վերջին տարիներին պաշտոնական փոխայցելությունները էապես նպաստել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանն ու միջազգային գործակցության խորացմանը։ Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, շեշտելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների արդյունքում։ Նույն օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կայացել է Սերբիայի պաշտպանության նախարարի հանդիպումը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ։ Ողջունելով երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ձևավորված համագործակցությունը, վեհապար հայրապետը հույս է հայտնել, որ այն պտղաբեր կլինի եւ կնպաստի զինվորականների հմտությունների առավել զարգացմանը։ Գարեգին II-ը եւ Բրատիսլավ Գաշիչը խոսել են նաեւ երկու երկրների բանակներում գործող հոգեվոր սպասավորների ծառայության մասին։ Նոյեմբերի 25-ին էլ պաշտոնական դիմավորման արարողություն է տեղի ունեցել պաշտպանության նախարարության վարչական համալիրում, որին հաջորդել են Հայաստանի եւ Սերբիայի պաշտպանության նախարարների առանձնազրույցը եւ ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպումը։ Կողմերը քննարկել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ռազմատեխնիկական, ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության բնագավառներում փոխգործակցության եւ պայմանագրային իրավական դաշտում հարաբերությունների զարգացման հետ կապված հարցերին։ Երկկողմ հարաբերություններից զատ քննարկվել են նաև միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ։ Բանակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մտադրության մասին համատեղ հայտարարությունը, որից հետո Սեյրան Օհանյանը եւ Բրատիսլավ Գաշիչը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Այսօր մենք միասին ստորագրեցինք փաստաթուղթ, որով որ 2016 թվականին հիմք ենք դնելու մեր համագործակցությանը երկու երկրների կառավարությունների միջև ռազմական ոլորտում, որոնք որ իրենց մեջ պարունակում են մի քանի ուղղություններ, ռազմական իրավագիտությունը, ռազմական կրթությունը, ռազմական բժշկությունը, խաղաղապահ ուղղությունները։ Այսօր նաև Սերբիայի պաշտպանության նախարարի հետ միասին մենք անդրադարձանք նաև միջազգային տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության միջավայրին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին։ Բրատիսլավ Գաշիչի պաշտպանության նախարարության վարչական համալիր կատարած այցն էլ եզրափակվել է հայկական բանակի պատվո պահակային վաշտի զինծառայողների գեղեցիկ ցուցադրական ելույթների դիտմամբ։
Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության ներկայացուցիչների հաջորդ կանգառն էլ հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում էր, որտեղ բարձրաստիճան հյուրերը հարգանքի տուրք են մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Նշենք նաև, որ նույն օրը նոյեմբերի 25-ին Բրատիսլավ Գաշիչին ընդունել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հիմնահարցի, բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներդրած ջանքերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման խնդրի առաջնահերթությանը, տարածաշրջանում կայունության ապահովմանը, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին առնչվող մի շարք հարցեր։ Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած երկօրյա պաշտոնական այցն էլ ամփոփվել է Հայաստանի Հանրապետության նախագահի հետ հանդիպմամբ։ Սերժ Սարգսյանը կարևորել է Բրատիսլավ Գաշիչի այցի շրջանակում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, որը նրա համոզմամբ հիմքեր է ստեղծում Հայաստանի և Սերբիայի պաշտպանական գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցության համար։ Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ փաստել են, որ հայ-սերբական դարավոր հարաբերություններն ունեցել են բարեկամության բազմաթիվ դրսևորումներ։ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ուներ սույն թվականի ապրիլին Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ներկայությունը հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Նախագահը ընդգծել է, որ դա բարեկամության և համերաշխության բացառիկ դրսևորում էր, ինչը հայ ժողովուրդը միշտ կհիշի և կգնահատի։ Մեր նկարանու խմբերից մեկն այս շաբաթ այցելել է Հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում 4-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումները։ Մարտական հենակետի զինծառայողները պատմել են շուրջօրյա ծառայության ու արիության մասին, պատմում է Դավիթ Դավթյանը։ Ճանապարհներին հանդիպող դժվարությունները հեռուներում գտնվող հենակետային ռելիեֆի ու մարտական ծառայության խոչընդոտների ընդամենը փոքր դրվագներն են, որ վկայում են զինծառայողների նորօրյա սխրանքի մասին։ Այս դիրքում գործում է հին ու մի փոքր փոփոխված ասացվածքը, այն է վերադասիդ լսիր, որ ոտքդ քարին չառնի, ընդ որում ամենաուղիղ իմաստով։ Հայրենիք պահելը դա ինձ համար մեծ պատիվ է, քանի որ յուրաքանչյուր հայրենիք, յուրաքանչյուր ընտանիք սկսվում է խրամատից, եւ ես ջանում եմ անթերի կատարել իմ պարտականությունները։ Այս դիրքում ծերպեր են, ժայռեր ու երբեմն անանցանելի արահետներ, որ դիրքապահներին կոփել են, դարձրել իրենց մի մասն ու ամենօրյա ուղեկիցը։ Ժամկետային զինծառայողներն այստեղ կանգուն են հենց այս ժայռերի պես, օր ու գիշեր անցկացնելով դիրքում, հսկելով սահմանը, հետևելով հակառակորդի անցուդարձին։ Մենք լիցքավորված է դրված պահպանակին։ Հակառակորդն այս ուղղությամբ գուցե բարձրում է գտնվում, սակայն վերահսկելի է բոլոր կողմերից, յուրաքանչյուր սանձարձակ քայլ ու ոտնձգություն անմիջապես կասեցվում է, կրակոցը լռեցվում, պատասխանը լինում է դիպուկ ու նպատակային։ Ծառերի այն կողմում կանգնած հակառակորդը ճանաչում է հայ դիրքապահներին ու խուսափում ընդհարումից։ Եթե մենք մեր անվտանգության կանոններին չհետևենք, չեն կարող սահման պահել, հետո անձնակազմներ անգարվում են, որպեսզի չվախենան, ցանկացած շահի, չգիտեմ, ցանկացած դիտարկման ժամանակ, ընդհանուր հաշված վայրկյանների ընթացքում ամբողջ անձնակազմը պատրաստ կլինի կատարել որևիցե խնդիր։ Հենակետը հագեցած է պաշտպանվելու եւ հակահարված տալու բոլոր կառույցներով, որպեսզի դիտորդն անվտանգ զննի տեսանելի հատվածն ու անհրաժեշտության դեպքում զեկուցի ավագին։ Ընդ որում, զինծառայողներն ուսումնասիրել են տեղանքը, գիտեն, որտեղից պետք է կասեցնել հակառակորդի գրոհները։ Ու մինչև բարձունքում մարտական հերթապահությունը թիկունքում պատրաստվում են զինծառայողներն այստեղ ակտիվ մարզումներ են անցկացնում, որպեսզի զենքից կրակելը պաշտպանվելու ու պատժելու միակ ելքը չլինի։ Կարևոր է, որ զինվորների ֆիզիկական պատրաստությունն էլ գերազանց լինի։ Զինծառայողների կողքին սպաներն են, որ հաճախ ու պարբերաբար այցելում են, հետևում ծառայությանն ու խորհուրդներ տալիս։ Գումարտակի շտաբի պետը ենթականների կողքին է եւ յուրաքանչյուր այցի ժամանակ փոխանցում է իր փորձը, գիտելիքները։
Մեր դիրքերը գտնվում են ինժեներական առումով կահավորված, ապահովված, սահմանված հրամանի բոլոր պահանջներով, ինչպես նաև ապահովում են դիտարկումը եւ ծառայության կատարումը։ Բացի դրանից, ամեն մարտական հերթապահության ընթացքում կատարում ենք թե մաքրման, թե լրահամալրման, թե ինժեներական առումով ապահովման բոլոր գործողությունները։ Դիրքերն ամուր են, անսասան ու սա միայն ամենօրյա աշխատանքի արդյունքը չէ։ Զինվորներն ու սպաներն արձանագրում են, որ այստեղ հարաբերական խաղաղության լավագույն երաշխավորները կարգապահությունն ու միասնությունն են։ Ընկերական առօրյան էլ ծառայության մի մասն է։ Սա հենց չգրված խրամատային ճշմարտությունն է, որպեսզի հարկ եղած դեպքում լրացնեն մեկը մյուսին, որ վերջին կրակոցը միշտ հնչի հայկական զենքից։ Լեռների մեջ ու ժայռերը մագլցելով այստեղ կանգնած զինվորը տիրապետում է իրավիճակին ցանկացած պահի ու ցանկացած ժամանակ ու կապ չունի ինչպիսին է եղանակը, ցերեկ է թե գիշեր։ Մթությունը գուցե խոչընդոտ է շատերի, սակայն ոչ հայ դիրքապահների համար անտեսանելի հորիզոններն անգամ վերահսկելի են, որովհետև հայ զինվորների պատրաստականությունը գտնվում է գերազանց վիճակում։ Այսուհանդերձ ամենակարևորը հավատն է, հույսը ու հայրենասիրությունը, որը խրամատում կանգնած զինվորին դարձնում է անկոտրում ու անհաղթահարելի։ Նոյեմբերի 25-ը զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանավակախմբային բաժնի, իսկ նոյեմբերի 28-ը ռազմատեղագրական բաժնի կազմավորման օր։ Այդ երկու ստորաբաժանումներն էլ ձևավորվելով Արցախյան ազատամարտի տարիներին անցել են զարգացման, կայացման ու կատարելագործման շրջափուլերով։ Եվ այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ստորաբաժանումների կազմավորման, ինչպես նաև առօրյա գործունեության մասին պատմող տեսանյութը։ Արցախյան ազատամարտի տարիներին բնականաբար արժևորվեց ճշգրիտ տեղագրական քարտեզների առկայությունը, քանի որ թե հարձակման, թե պաշտպանական գործողությունների ծրագրավորումն ու իրականացումը ուղղակի անհնար են դառնում առանց տեղանքի իմացության եւ քարտեզի վրա առաջիկա գործողությունների պլանավորման։ Մեր ժողովրդի համար բախտորոշ այդ տարիներին ազգային բանակի կազմում ձևավորված գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի գերակա նպատակն էր զինված ուժերը ապահովել տեղագրական քարտեզներով։ Անցած երկու տասնամյակների ընթացքում աշխարհում տեղ գտած տեխնոլոգիական սրընթաց զարգացումներից անմասն չմնաց նաև ռազմատեղագրությունը։ Բաժնի մասնագետները այսօր զբաղվում են առկա քարտեզների թվայնացմամբ, ընդհանուր մինչև եռաչափ մոդելների ձևավորմամբ։ Բացի դրանից իրականացվում են պաշտպանության նախարարության ենթակա շինությունների կադաստրային չափագրումն ու հատակագծերի գծագրումը։ Ընթացիկ տարվաշրջանակում կազմվել եւ հրատարակվել են ուսումնամեթոդական մի շարք հայալեզու ձեռնարկներ, զինված ուժերի ուսումնական պատրաստության պլանի համաձայն անցկացվել է տեղագրական ծառայության պետերի երրորդյա հավաք։ Այս ամենին զուգահեռ մեծ ուշադրություն է դարձվում նաև ենթակա կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը։ Այդ նպատակով բաժնի աշխատակիցները ամեն տարի վերապատրաստվում են Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի Մոժայսկու անվան ակադեմիայում եւ ՆԱՏՕ-ի Օբերմերգաուի կենտրոնում։ Անցած 23 տարիների գլխավոր ձեռքբերումը, սակայն, բաժնի պետի հավաստմամբ արդի թվային տեխնոլոգիաների ներդրումն է, ինչի արդյունքում էապես կրճատվել է աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակահատվածը, բարձրացել է դրանցում ներառվող տեղագրական տվյալների ճշգրտությունը։ Մենք հնարավորություն ունենք հիմա ստանալ տեզերալ լուսանկարներ, ստանալ անօդաչու թռչող սարքերից տվյալներ, ինչի հիման վրա մենք կարողանում ենք թարմացնել քարտեզները, պատրաստել տարբեր մարտական գրաֆիկական փաստաթղթեր, պատրաստել օրտոֆոտոպլաններ, ֆոտոփաստաթղթեր, տեղագրական քարտեզներ, թվային քարտեզներ, թվային մոդելներ եւ այլն, որը որ բավականին լայն կիրառում է ստանում զինված ուժերում ու օգտագործում է բոլոր ստորաբաժանումների կողմից։ Մասնագիտական տոնի կապակցությամբ եղանք նաև բաժնի ենթակա ռազմաքարտեզագրական կենտրոնում, որտեղ փորձառու սպաների հետ կողք կողքի աշխատում են նաև ոլորտին քաջատեղյակ պայմանագրային զինծառայողները։ Կենտրոնը միակն է, որ զինված ուժերի զորամասերին մատակարարում է անհրաժեշտ քարտեզները։ Յուրաքանչյուր նոր քարտեզ նախագծելիս բաժնի մասնագետները այցելում են նախանշված վայր, արբանյակային արդի ընդունիչ կայանների միջոցով կատարում են անհրաժեշտ չափագրումները, ապա անցնում են քարտեզի գծագրմանն ու հետագա թվայնացմանը։ Կենտրոնի աշխատակիցները անտակույց հպարտությամբ ներկայացրին ընթացիկ տարում ձեռք բերված հատուկ տպագրող սարքը եւ դրա կիրառման արդյունքում ստացվող ծառայությունները։ 2015 թվականի ընթացքում ռազմատեղագրական ծառայության լավագույն ձեռքբերումներից մեկը այս HP լազերային տպիչ սարքն է, որը համարվում է
այս պայդրությամբ աշխարհում լավագույն սարքավորումներից մեկը, ինչը հնարավորություն է տալիս մինչև 1 մետր 60 սանտիմետր լայնությամբ քարտեզների, ֆոտոպլանների, ֆոտոփաստաթղթերի եւ ցանկացած տիպի քարտեզագրական նյութերի տպագրության ու բարձր որակի։ 2015 թվականին արդիականացվել են նաև կենտրոնի գեոդեզիական սարքավորումները։ Արբանյակային ընդունիչ եւ չափագրող արդի սարքերը, օրինակ, հնարավորություն են ընձեռում էապես խնայելու ժամանակը 3 մմ-ի ճշգրտությամբ ստանալ տեղանքի դիրքի եւ ռելիեֆի մասին անհրաժեշտ տեղեկությունները, ինտերնետ կապի միջոցով դրանք փոխանցել մեկ այլ քաղաքում գտնվող համապատասխան մասնագետին։ Այս ամենից զատ ներկայումս աշխատանքներն իրականացվում բանակային զորամիավորումների տեղագրական ծառայությունները շարժական համալիր կայաններով ապահովելու ուղղությամբ։ Միանալով բաժնի հասցեին այս օրերին ուղղված գնահատանքի ջերմ խոսքերին, Զինուշ հեռուստացրագիրը նույնպես շնորհավորում է տեղագրական բաժնի մասնագետներին զորատեսակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ մաղթելով նորանոր ձեռքբերումներ։ Ռազմատեղագրական ծառայության 23-րդ տարեդարձի կապակցությամբ ի սրտե ուզում եմ շնորհավորեմ բոլոր մեր գոլեգաներին, զինծառայողներին, քարտեզագրերին, գեոդեզիստներին, երկրատեղաբաշխերին, ինչպես նաև վեցերաններին այդ կապակցությամբ ցանկանալ քաջ առողջություն, բարի ծառայություն, շնորհակալություն։ Այս շաբաթ իրենց մասնագիտական տարեդարձն են նշում նաև ազգային բանակի ռազմական նվագախմբերի երաժիշտները։ Վերհիշելով կազմավորման անցած ուղին, ռազմական նվագախմբային բաժնի պետ գնդապետ Արմեն Պողոսյանը նկատում է, որ հեռավոր 1992 թվականին, երբ ազգային բանակի կազմավորմանը զուգահեռ ձևավորվեց նաև գլխավոր շտաբի նվագախմբային բաժինը, բացակայում են անհրաժեշտ մի շարք պայմաններ։ Հետագա տարիներին, սակայն, կոլեկտիվի ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ սեղմ ժամկետներում հաջողվեց ձևավորել արհեստավարժ մասնագետներով համալրված բարձրակարգ զինվորական նվագախումբ, որն այսօր հավուր պատշաճի մեր երկիրը ներկայացնում է բարձրաստիճան հյուրերի դիմավորման արարողակարգերի ընթացքում։ Նշենք, որ իր կազմավորման առաջին օրերից մինչև օրս գլխավոր շտաբի ռազմական նվագախումբը մասնակցել է ավելի քան 1500 պետական, կառավարական եւ գերատեսչական արարողակարգերի, հանդիսավոր եւ հանրային միջոցառումների։ Այսօր արդեն կարելի է իրավամբ փաստել, որ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական նվագախմբային բաժինը կայացած իր գործառույթները հստակ իրականացնող ստորաբաժանում է, որը մշտապես կանգնած լինելով զինվորի կողքին, ամեն օր ոգեշնչում նոր լիցք է հաղորդում մեր բանակի զինծառայողներին։ Ողջունում եմ ռազմանվագախմբային ծառայության ողջ անձնակազմին եւ շնորհավորում եմ 23-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուզում եմ առաջնահերթ ցանկանալ քաջ առողջություն եւ թող ձեր երաժշտությունը, զինվորական երաժշտությունը բարձր հնչի եւ ոգեշնչի առավել մեծ հաջողությունների մեր հայոց զինվորներին։ Ազգային բանակի զինծառայողները ոչ միայն մասնագիտանում են հայրենիքի պաշտպանության գործում, այլև ստեղծագործում են նպատակային ու բովանդակալից կազմակերպում իրենց առօրյան ժամանցը հաճելի պահեր պարգևելով նաև իրենց զինակիցներին։ Եվ ահա մեր հաջորդ տեսանյութը նվիրված է մի շնորհալի զինվորի, ում մասին խոսում է ամբողջ զորամասը։ Իհարկե ես Վլադիմիր Վարդանյանն եմ, սիրում ողջունում եմ բոլորիդ, մաղթում։ Ամեն երեկո ու սահմանված ժամին եթերում Վլադիմիրն է, ով ապահովում է անձնակազմի ժամանցը, հաղորդում պաշտոնական լրատվություն։ Ժամկետային զինծառայողի համար սա մասնագիտություն է նվիրում բարի ցանկություն, որ զորամասի անձնակազմը բարձր տրամադրությամբ ու իրազեկված անցկացնի ծառայությունը։ Ինձ համար իմ սիրելի զբաղմունքն է ռադիոհանգույցը, որով ես կարելի ասել ապրում եմ զորամասում։ Ապագա հաղորդավարն իր առաջին քայլերը սկսել է զինված ուժերում, տեխնիկական միջոցները կան, երիտասարդի գաղափարն արժանացել է հրամանատարության հավանությանը, ինքն էլ սահմանել է ժամերն ու տևողությունը, որ հասցնի գործնական ու տեսական պատրաստության պարապմունքներին մասնակցել եւ իր սիրելի գործով օգտակար լինել զինակիցներին։ Եթերա հեռարձակվում ռադիոհանգույցի թողարկումները յուրաքանչյուր օր Առավոտյան ժամը 9:50-ից մինչ ժամը 10:00-ն այդ 10 րոպեվա ընթացքում բարի լույս ենք մաղթում բոլոր զինծառայողներին եւ ինչու ոչ նաեւ հարակից շենքի բնակիչներին։ Մաղթում ենք բարի օրվա սկիզբ, ժամը կեսօրին միանում ենք ժամը 14:00-ից մինչ 16:00-ն, լինում ենք եթերում, հետճաշյա հանգիստը զինվորների ապահովում ենք գեղեցիկ երաժշտությամբ եւ իհարկե ինքնապատրաստության առաջին ժամին ուսուցանում ենք նորանոր գիտելիքներով։ Ժամը 19:00-ից եթերահեռարձակվում երեկոյան լրատվական ծրագիրը, որը տևում է մինչ 21:00-ն։
իհարկե ամեն ինչ համեմվում է գեղեցիկ երաժշտությամբ։ Ամեն առավոտ նա կարդում է հոդվածներ, հավաքում զինված ուժերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը եւ ընթերցում ընկերների համար։ Սպայական կազմը բարձր է գնահատել զինվորի նախաձեռնությունն ու տքնաջան աշխատանքը, ողջևորված են նաեւ զինծառայողները։ Զինծառայողներին դուր է գալիս կատարված աշխատանքը, քանի որ իրենք ցանկանում են իմանալ լավ վերջին նորությունները եւ իհարկե լսել թարմ երաժշտություն։ Ռադիոհանգույցը սոսկ երաժշտություն ու լուրեր հաղորդելու միջոց չէ, տոների ժամանակ Վլադիմիրը նյութեր է պատրաստում այդ օրերի մասին, պատմում ազգային հերոսների, նորօրյա պաշտպանների ու խրախուսանքների արժանացած զինծառայողների մասին, որ զորամասի անձնակազմը ճանաչի նրանց ու օրինակ վերցնի։ Շատ դեպքերում նաև զինվորներն են կարողանում զորամասում տեսնելով ինձ ասել հնարավոր է միացնենք այսինչ կատարում ու նվիրենք այսինչ մարդուն, շնորհավոր ենք իր ծննդյան տարեդարձը։ Վլադիմիրը զորամասի միակ շնորհալի զինվորը չէ, ընկերներով հավաքվել են ու ծրագրեր են իրականացնում, պատի թերթեր են կազմում, որ յուրաքանչյուր անցորդ տեղեկանա ամսվա իրենց թեմաների մասին։ Թերթում հումորի ու ստեղծագործությունների էջեր նույնպես կան ու նաև խորհուրդներ, որ անհրաժեշտ են բոլորին։ Լույս են ընծայվում բոլոր այն թեմաները, որոնք ու այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հենց այդ ամսվա ընթացքում։ Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը հավաքվում է խմբ կոլեգիան եւ անցկացնում եւ որոշում կայացնում, թե որ նյութերն են հրատարակվելու, որ նյութերն են հուզում հենց զինծառայողներին, որպեսզի ավելի հետաքրքիր լսարան կազմեն։ Երեկոյան եթերն ավարտելուն պես Վլադիմիրը պատրաստվում է հաջորդ օրվան, որ պատմի եղանակի տեսության այդ օրը ծնված կամ վախճանված հայտնիների ու նրանց կատարած սխրանքների մասին, ու շտաբի ամենօրյա ծառայությանը, շարային ու մարտավարական դասերին։ Շարունակում ենք թողարկումը։ Նոյեմբերի 23-ին Արցախյան ազատամարտի նվիրյալ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 73-ամյակի առթիվ հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել Արմենակ Խամփերյանցի անվան ռազմավիացիոն ինստիտուտում։ Մանրամասները Արարատ Ղազարյանի ներկայացմամբ։ Լեոնիդ Ազգալդյանի գործի արժևորմանը եւ հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառմանը մասնակցում էին նրա մարտական ընկերները, հարազատները, Արմենակ Խամփերյանցի անվան ռազմավիացիոն ինստիտուտի կուրսանտներն ու այլ հյուրեր։ Միջոցառումը կազմակերպվել էր երիտասարդության կամ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Հիմնական նպատակը նա է, որ կարողանանք մատաղ սերնդին եւ մեր երիտասարդությանը հասցնել Լեոնիդ Ազգալդյանի հերոսական ուղին, անցած ճանապարհը։ Իսկ ինչ վերաբերում է ինչու Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտում, մեր կազմակերպությունը աշխատում է ռազմահայրենասիրական ծրագրերով, ոչ միայն այստեղ, այլ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զորամասերում։ Ու ընտրությունը կանգնած Խամփերյանցի ռազմական ինստիտուտի վրա։ Հուշ-ցերեկույթի ընթացքում ելույթ ունեցողները ներկայացրին ռազմական գործիչ Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի կյանքն ու մարտականողին, ինչպես նաև երգեր ու բանաստեղծություններ ձոնեցին նրա հիշատակին։ Բեմ բարձրացան նաև հերոս ազատամարտիկի զինակից ընկերներն ու հիշարժան դրվագներ պատմեցին Արցախյան ազատամարտից։ Նրանցից մեկն էլ, ում ընկերները ազատամարտի տարիներից առ այսօր Ռեմբո են կոչում, կատարեց իր հեղինակած ստեղծագործություններից նվիրված քաջ հայորդիներին։ Եվ հիշում ենք մեր Աշոտին, Նավասարդյան, վարչապետին, Անդրանիկին, մեր Մարգարյան, և իհարկե մեծն Լեոնիդին Ազգալդյան, հերոս մանչին, խաչմախասին անկախության։ Նշենք նաև, որ երիտասարդության կամ հասարակական կազմակերպության փոխնախագահ Աշոտ Զաքարյանի կողմից պատվոգրերով խրախուսվեցին բարձր առաջադիմությամբ աչքի ընկած կուրսանտները, իսկ Լեոնիդ Ազգալդյանին հանձնվեց կազմակերպության պատվավոր անդամի կոչում, որը փոխանցվեց նրա քրոջը Նելի Ազգալդյանին։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2016-2017 ուսումնական տարվա Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների արական եւ իգական սեռի Ռուսաստանի Դաշնության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միայն արական սեռի ներկայացուցիչների ընդունելություն բոլոր զինվորական մասնագիտություններով։ Ընդունելությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18-ից 23 տարեկան քաղաքացիները։ Դիմորդները համապատասխան ռազմաուսումնական հաստատություններ պետք է ներկայացնեն մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաներից միասնական քննության վկայագիր։ Նրանք պետք է անցնեն ռազմաբժշկական փորձաքննություն եւ հանձնեն քննություն ֆիզիկական պատրաստությունից։ Ընդունելությանը մասնակցել ցանկացող դիմորդները մինչեւ 2016 թվականի մարտի 1-ը անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն բնակության վայրի զինվորական կոմիսարիատներ։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 29 45 84 29 45 73 հեռախոսահամարներով։
Ազգային բանակը բարեփոխումների շրջանակում սկսում է նոր ծրագիր, ըստ որի բուհերում սովորող արական սեռի ուսանողները կարող են ուսմանը զուգահեռ յուրացնել ռազմական գործը։ Ընդունելության առաջնեկներն արդեն հայտնի են ու մեկնարկել է նրանց ուսումնառությունը։ Դասընթացների ունկնդիրների Արոնյան ու դասընթացները դիտարկել է մեր հեռուստածրագրի նկարանող խումբը։ Շարքում կանգնած նորեկներին ողջունում է Ռազմական ինստիտուտի պետ գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը։ Գեներալի ողջույնն ու շնորհավորանքն ազդարարում են երիտասարդների մուտքը զինվորական առօրյա։ Նրանք բուհական կյանքի հետ համատեղելու են նաև զինվորական ուսումը։ Ինստիտուտում ստեղծված են բոլոր պայմանները համապատասխան լսարանային, ուսումնանյութական բազան, որը անհրաժեշտ է այդ կոնտինգենտի ուսումնառության համար ամբողջությամբ տրամադրվում է նրանց եւ կարող են օգտվել այն բոլոր ծառայություններից, որոնք իրականացնում է Ռազմական ինստիտուտը, դա բուրս ծառայություն, գրադարանային ծառայություն, ասենք ինտելեկտուալ խաղերի հետ կապված մրցույթներ, օլիմպիադաներ, մշակութաժամանցային միջոցառումներ։ Հայաստանի զինված ուժերը սկսում են նոր ծրագիր, որ երիտասարդներին կօգնի, որպեսզի ծանոթանան հայրենիքի պաշտպանության գործին եւ ստանան սպայի զինվորական կոչում։ Իմ ուսանելիության տարիներին ես կփորձեմ անել ամեն հնարավոր բան, որպեսզի հասնեմ մեծ հաջողությունների եւ կարողանամ պահել մեր հայ ազգի, մեր հայ սպաների պատիվը բարձր։ Առաջին իսկ օրը ունկնդիրները եղան ինստիտուտի թանգարանում, ծանոթացան պատերազմին ու հայկական բանակին վերաբերող բացառիկ նմուշներին եւ վավերագրությանը, որից հետո այցելեցին գրադարան, ընթերցելով ռազմարվեստի ու պատմության հետ առնչվող նյութեր։ Կեսօրյա շրջայցից ու դասընթացներից հետո նրանք ճաշեցին ու արդեն մասնագիտական լսարաններում շարունակեցին պարապմունքները։ Ողջույն ձեզ։ Ողջույն բարոյ։ Դասընթացների ունկնդիրներն ամեն շաբաթ կլինեն Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում տեսական ու գործնական դասեր կանցնեն։ Լսարանային դասաժամերից մինչև դաշտային վարժանքներ նրանց ուսումնական ծրագիրը հագեցած է, տրամադրվածությունը մարտական։ Սպան պետք է նախ առաջինը ինքը գիտակցի, իմանա, որ ինքը պետք է լինի խելացի, հզոր, բանական մարդ, որը կարողանա ամենադժվարին իրավիճակներում կողմնորոշվել։ Դասախոսական կազմը ունկնդիրներին ընդունեց մեծ ոգևորությամբ, նպատակ ունենալով իրենց գիտելիքները փոխանցել հայկական բանակի ապագա սպաներին, ովքեր զինվորական ծառայությունը կշարունակեն զորամասերում, տիրապետելով տեղանքին, մարդ վարելու կանոններին ու հետևելով կարգապահությանը։ Անցկացվում է պարապմունք ռազմական տեղագրություն առարկայից։ Դասընթացի արդյունքում կուրսանտները պետք է կարողանան ուսումնասիրել տեղանքի մարտավարական հատկությունները, գնահատել տեղանքի ազդեցությունը զորքերի գործողությունների վրա, կատարել դաշտային չափումներ, ձեռք բերել անծանոթ տեղանքում կողմնորոշվելու եւ ենթակա ստորաբաժանումները վստահորեն եւ անսխալ կողմնորոշելու կարողություններ եւ հմտություններ մարտական պատրաստության նորմացույցների պահանջներին համապատասխան։ Ծառայությունը կտևի 2.5 տարի, ունկնդիրները հանձնել են քննություններ, անցել են գլխավոր փուլը, մանրակրկիտ բուժզննությունը։ Դասընթացների ծրագրով նախատեսված է պատրաստել սպաներ, դասընթացների տևողությունը 5 կիսամյակ է, որից տեսական պարապմունքները կազմելու են ընդհանուր կազմելու են 976 ժամ, իսկ տեսական պարապմունքները կազմելու են 624 ժամ, գործնականը զորային հավաքների տեսքով կազմելու են 352 ժամ։ Դասընթացների ընդհանուր կրթաբաժինները 4-ն են, մարտավարամասնագիտական, ընդհանուր ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կառավարման առարկաներ եւ ընդհանուր զորային հավաքների ժամանակը լինելու է 45 օր։ Դասընթացների ավարտին ունկնդիրները կհանձնեն ավարտական քննություններ, կստանան դիպլոմներ ու ստանալով լեյտենանտի նախնական կոչում ծառայության կանցնեն զինված ուժերի ստորաբաժանումներում։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, բանակային կյանքի լրահոսին կարող եք ծանոթանալ նաև Պաշտպանության նախարարության 3w.mil.am պաշտոնական կայքի եւ 3w.հայզինվոր.am կայքի էջերում։ Իսկ վաղը զինուժի կիրակնօրյա եթերում կարող եք դիտել հատվածներ Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում պատրաստված Մոնթե ցեղին սիրտը տեսաֆիլմից, որը նվիրված է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կյանքին եւ մարտական ուղուն։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։